հայտնվելու ենք դրսումը։ 40,000-ական դրամի աջակցությունից զրկված տիկին Անահիտը մտահոգ է, ինչ է անելու հունիսից հետո ուսանող աղջկա հետ միասին, ասում է, առանց կառավարության աջակցության ոչ տան վարձ կարող են տալ, ոչ էլ առօրյա հոգսերը հոգալ։ Տեղահանումից հետո ինքը դեռ աշխատանք էլ չի գտել։ Աղջիկը սովորում է ուսանող է, ես չեմ աշխատում, ոչ էլ թոշակ եմ ստանում։ Աղջիկս համ աշխատում է, համ սովորում։ Արցախցիները կառավարությունից պահանջում են վերականգնել ծրագիրը, մինչ գոնե սեփական տունն ունենալը, թե քանի արցախցի է զրկվել 40,000-ական աջակցությունից, պաշտոնապես չի հստակեցվել։ Մինչդեռ Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանն ասում է, իր հաշվարկներով տեղահանվածների ուղիղ կեսն այդ ցանկում է հայտնվել։ Աջակցությունից զրկված մի խումբ արցախցիներ այսօր բաց նամակ հանձնեցին կառավարությանը։ Առաջարկում են վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն Արցախից տեղահանված քաղաքացիների նկատմամբ։ Շարունակել բնակվարձի աջակցության տրամադրումն առանց տարբերակումների, հատկապես երբ այն վերջ է կառավարության և բյուջեի համար։ Քայլեր ձեռնարկել սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու համար։ Վերացնել բնակվարձի աջակցության ծրագրում առկա տեխնիկական խոչընդոտները, հնարավորություն ընձեռելով բոլորին ստանալ իրենց հասանելիք աջակցությունները։ Հունիսից աջակցություն ես թոշակառու եմ, երևի 30,000 կստանամ ըստ նրանց որոշման, բայց 30,000-ով ես ինչ անեմ, տուն չունենք, որտեղ ապրենք։ 63-ամյա Նելի Հովսեփյանն աղջկա ու թոռների հետ է ապրում, ասում է, այդ դեպքում անգամ մի կերպ են վարձը վճարում, հիմա չգիտի ինչ են անելու։ Աղջիկը ընդամենը 100,000 դրամ աշխատավարձ է ստանում, ինքն էլ միայն թոշակ։ Աղջիկը, թոռները զրկվել են աջակցությունից։ Հիմա ոչինչ չունեմ, ստիպված աղջկաս հետ եմ ապրում, ինչ անեմ, պետք է ինչ-որ մի ձևով գոյատևենք, մեկա չի ստացում, եթե ես 40,000-ները կտրեմ, չի ստացվելու, մնալու ենք դրսում ենք մնալու։ 30,000 ես եմ ստանալու, 100,000 աղջիկս, իսկ վարձը 180,000 է։ Հազարավոր արցախցիներ կառավարության աջակցությունից դուրս էին մնացել ապրիլից, սակայն նրանց մարտից մեկնարկած բողոքի ակցիաներից հետո կառավարությունը որոշեց ևս 2 ամիս գումարը վճարել։ Գործադիրից հայտնել էին, թե արցախցիների աջակցության ծրագրերի վերաբերյալ ստացված առաջարկների քննարկման համար ժամանակ է պետք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, թե արցախցիների աջակցության ծրագրերի վերաբերյալ ստացված առաջարկների քննարկման համար ժամանակ է պետք։ Այսօր գերատեսչությունից Ազատությանն ասացին, որ ծրագրում նոր փոփոխություններ չեն նախատեսում։ Մինչ այդ նախարարությունում փոփոխություններ են մշակում բնակարանային ապահովման ծրագրում։ Տեղահանվածներին բնակարանային ապահովման ծրագրով դեռ ընդամենը 1451 հավաստագիր է տրվել, որից միայն 342 ընտանիքն է տնով ապահովվել։ Մինչդեռ առաջին փուլում նախատեսվում էր 4000 ընտանիքի ներգրավել։ Տեղահանված հայրենակիցներին վերաբերող աջակցության ծրագրերի շուրջ, ինչպես տեղյակ եք, անընդհատ քննարկումներ, հանդիպումներ եւ այլն ունենում ենք։ Կայացած հանդիպումների քննարկումների արդյունքում փոփոխություններ, որոնք որ նախատեսված են, վերաբերում են բնակապահովման պետական աջակցության ծրագրին, բազմիցս ծրագիրը քննարկվել է ու դրա արդյունքում ունենք փոփոխությունների բավական մեծ փաթեթ, որը նախատեսում ենք առաջիկայում ներկայացնել կառավարության հավանությանը։ Ինչ վերաբերում է սոցիալական աջակցության ծրագրերին, այս պահին նշված աջակցության ծրագրերում, այսինքն ֆինանսական աջակցության ծրագրերում փոփոխություններ նախատեսված չեն։ Այս պահին ընթացքի մեջ են 2 աջակցության ծրագիր, մեկը 40,000 դրամ աջակցությունն է անձին, որը տրամադրվում է առանձին խմբերին, եւ 40,000 եւ յուրաքանչյուր ընտանիքի հաջորդ անդամի եւս 10,000 դրամ աջակցության ծրագիրը, որը այս պահին գործում է հունիսից, այսինքն սկսել է գործել, վերաբերում է արդեն հրատապ աջակցության կարիք ունեցող տեղահանված հայրենակիցներին։ 40,000-ական դրամի աջակցությունից կշարունակեն օգտվել սահմանափակ թվով արցախցիներ, միայն անչափահասները կամ 18 տարեկանը լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։